Շահերի բախման կետ է Սյունիքը եւ տարբեր ուժային կենտրոնների պայքարն է։ Քաղաքագետ Հայկ Խալաթյանը պատահական չի համարում Հայաստանում Եվրամիության դեսպանի Սյունիքում արած հայտարարությունը, թե Եվրամիությունը պատրաստ է աջակցել Թրամփի ուղի նախագծին։ Ինչպես ասում են, գաղափարը Թրամփից, փողը եվրոպացիներից։ Հայաստանում Եվրամիության դեսպանն էլ ըստ վերլուծաբանների Սյունիքում հայտնվել է, ասելու, որ պատրաստ են փող տալ Թրամփի ուղու համար։ Եվրամիությունը պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները ոչ միայն նախագծի, այլև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում։ Եվրոպական միությունը մշտապես եւ հետեւողականորեն աջակցել է խաղաղությանն այս տարածաշրջանում, եւ մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Ըստ Հայկ Խալաթյանի, Մարագոսի եւ ընդհանրապես արևմտյան գործիչների նպատակը ոչ թե հարավային Կովկասում խաղաղություն բերելն է, այլ Ռուսաստանի ու Իրանի դիրքերը թուլացնելը։ Կա գլոբալ նպատակ, Վաշինգտոնն ու Բրյուսելն ուզում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ոտքերը մեր տարածաշրջանում ավելի ամրապնդել։ Ինչ էլ անի Եվրոպական միությունը, միևնույնն է արդեն Դափնիները Թրամփը ստացել է եւ այստեղ եւ իրականում նույնիսկ ոչ թե ԱՄՆ-ն է գլխավոր կողմը շահով դուրս գալու, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սյունիքում թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը զսպելու համար կա մեկ ճանապարհ, որն իր վերջին ասուլիսում առաջարկեց Հայաստանի երկրորդ նախագահը։ Քաղաքագետի խոսքով Ռոբերտ Քոչարյանի առաջարկը կարող է խառնել Բաքվի ու Անկարայի պլանները, եթե իսկապես Հայաստանի իշխանության նպատակը Հայաստանն ապաշրջափակումից հանելն է։ Իսկ Քոչարյանն առաջարկում է Նախիջևանով անցնող Երասխ-Ջուլֆա երկաթուղու գործարկում, Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապի ապահովում։ Նախագահն նշեց, որ իր կարծիքով Ադրբեջանը դրան չի համաձայնվի եւ այդ ժամանակ արդեն Ադրբեջանն է ստիպված լինելու մերժել բացահայտել ամերիկացիներին ասել մերժում եք ձեր առաջարկը։ Պուտին-Թրամփ երկխոսությունը ըստ քաղաքագետի լավ առիթ է հարավային Կովկասում գերտերությունների միջև սուրանկյունները հարթելու համար։ Ճկուն դիվանագիտության դեպքում, օգտագործելով երկրորդ նախագահի առաջարկը, Սյունիքում ճանապարհների ապաշրջափակման բանակցություններում կարելի է անգամ ներգրավել Մոսկվային։ Երկու հզոր երկրները կարող են ոչ միայն պայքարել դեմ, այլ համագործակցել եւ այդ համագործակցությունը օգուտ բերի այլ երկրներին։ Որ Ռուսաստանը հլուհնազանդ դուրս չի գալու տարածաշրջանից, պարբերաբար հասկացնում են այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։ Փոխարտգործնախարար Միխայել Գալուզինի խոսքերը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե պայմանագիրը ստորագրվի Մոսկվայում, քաղաքագետի ձևակերպմամբ մեսիջ է ուղղված հարավային Կովկասում շահեր ունեցող բոլոր երկրներին։ Ռուսաստանը հիշեցնում է կողմերին, որ նաև այլ խաղացողներ կան տարածաշրջանում, բացի Արևմուտքի Թուրքիայից, եւ իրենց շահերն էլ պետք է հաշվի առնել։ Հիմա բայց եթե օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը անտեսեն այդ մոտեցումները, այդ կոչերը Մոսկվայից, ինչ հետևանքներ կլինի, չեմ կարող ասել, կտեսնենք։ Տարածաշրջանում գերտերությունների շահերի բախման կետ չդառնալու մաստեր կլաս են այսօր ցույց տալիս Վրաստանի իշխանությունները, ասում է Հայկ Խալաթյանը։ Չեն բռնում ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի, ոչ էլ Բրյուսելի պոչը։ Դու երբ ֆրոնտում ես մի կողմը, պետք է պատասխանես, որ մյուս կողմը արդեն քեզ որպես ոչ բարեկամ, նույնիսկ ճշտամական երկիր է դիտարկում։ Ըստ փորձագետների, այս պահին Սյունիքով անցնող Թրամփի ուղին դեռ միս ու այրուն չի ստացել, քանի որ այն միանշանակ չեն ընդունել Ռուսաստանն ու Իրանը։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։